Սնանկության մասին օրենսգիրքը նախատեսվում է ուժի մեջ դնել 2026 թվականի հուլիսին։ Այն նախատեսում է մի շարք փոփոխություններ, այդ թվում պարտքի ավելի բարձր նվազագույն շեմ, պարտքի դատական կարգով հաստատված մեխանիզմ եւ ոչ միայն։ Սնանկության նոր օրենսգիրքի վերաբերյալ փաստաբանների տեսակետները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Սնանկության նոր օրենսգրքի նախագիծը այս օրերին ակտիվ քննարկման մեջ է։ Պատճառը պարզ է։ Նախագծով առաջարկվում է սնանկության ինստիտուտի ողջ փիլիսոփայությունը փոխել, այն դարձնելով ոչ թե սոցիալական պաշտպանություն, այլ պատասխանատվության եւ վերահսկման խիստ համակարգ։ Այս փոփոխությունները, ինչպես ասում են փորձագետները, կարող են մի կողմից ամրապնդել պարտատերերի շահերը, մյուս կողմից ծանրացնել փոքր պարտապանների, հատկապես ֆիզիկական անձանց եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանությունը։ Ինչով է այս օրենսգիրքը տարբերվում նախորդից, ինչ ռիսկեր է այն պարունակում եւ արդյոք այն համահունչ է տնտեսության զարգացման եւ սոցիալական արդարության պահանջներին։ Այսօր մենք խոսում ենք սնանկության օրենսգրքի նախագծի մասին, որը դեռևս անգամ առաջին ընթերցում չի անցել, բայց նույնիսկ նախագծային մակարդակում արդեն պարզ է, որ առաջարկվում է խաղի կանոնների էական փոփոխություն, հատկապես պարտապանների համար։ Նախ առաջին եւ հիմնարար փոփոխությունը այն է, որ սնանկության մասին օրենքի փոխարեն առաջարկվում է արդեն համակարգված սնանկության օրենսգիրք եւ սնանկության հետ կապված թե նյութական թե դատավարական բոլոր կանոնները հավաքվում են մեկ միասնական փաստաթղթում։ Հաջորդ շեշտադրումը դա այն է, որ ներդրվում է սնանկության կանխարգելման ինստիտուտ, սնանկության վտանգի հասկացությունը, կանխարգելիչ վերակառուցման վարույթը, այսինքն արդեն իսկ դիտարկվում է սնանկությունը որպես վերջին միջոց, ոչ թե պարտքերից ազատվելու համար հարմար գործիք, եւ երրորդ փոփոխությունը, որին կցանկանամ անդրադառնամ, թերևս ամենակարևորն է, որ սնանկությունը այլևս հարմար ելք չի համարվում, մասնավորապես ֆիզիկական անձ կամավոր պարտապանների համար նոր օրենսգրքով սնանկությունը դառնում է ավելի թանկ, ավելի երկար եւ ավելի սահմանափակող գործընթաց։ Մասնավորապես նախագծի ամենահայեցակարգային եւ շատ կարեւոր փոփոխություններից մեկը պարտավորության նվազագույն շեմի բարձրացումն է։ Եթե մինչեւ հիմա ֆիզիկական անձի սնանկության համար պարտքի նվազագույն շեմը 2 միլիոնն էր, ապա նոր նախագծով այն բարձրացվում է մինչեւ 5 միլիոն։ 2006 թվականին դեռևս ընդունված սնանկության մասին օրենքի լրամշակումները փոփոխություն, երբ որ մենք նայում ենք նվազագույն շեմը, որ պիտի մարդը հասնի դա, որից հետո նոր կարող է ճանաչվել սնանկ, բարձրանում է։ Նախորդ անգամ 100% բարձրացվեց նվազագույն աշխատավարձի հազարապատիկից, այսինքն 1 միլիոն դրամից բարձրացվեց մինչև 2000 պատիկը, այսինքն 2 միլիոն դրամը։ Նախագծով շարունակվում է եւ առաջինի համեմատ մոտ 400% ավելանում է։ Հիմա այստեղից հարց է առաջանում. ինչ հաշվարկ է կատարել կառավարությունը կամ փորձագիտական խումբը, որը հանգել է այն եզրակացության, որ նվազագույն աշխատավարձի 5000 պատիկի չափով գումարը այն միջին գումարն է, որից ցածր մարդը անվճարունակության իրավիճակում չի հայտնվում։ Այն պարագայում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում գործող նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքը այդ գումարից մոտ 1000 անգամ ավելի քիչ է։ Ինչ անել այստեղ, ինչ կարգավորումներ են գտել։ Մյուս խնդրահարույց պահը նա է, որ իրավաբանական անձանց համար եւ ֆիզիկական անձանց համար նույն չափն է դրված, այսինքն այն բիզնես կազմակերպության համար, որի սկզբանե ստեղծվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, եւ այն ֆիզիկական անձի համար, որը սպառողական կամ այլ վարկ է վերցրել, եւ երկուսի համար մոտեցումը նախագծով դիտարկվում է հավասարաչափ։ Այսպիսի շեմի բարձրացումը կարող է առաջին հերթին ազդել փոքր տնտեսվարողների եւ ֆիզիկական անձանց վրա։ Փոքր ու միջին ձեռնարկատերերը հաճախ ունենում են պարտքեր, որոնք ժամանակավորապես չեն կարողանում մարել, բայց ունեն գործարար պոտենցիալ, ունեն եկամուտներ, որոնք թույլ են տալիս ֆինանսապես ապաքինվել։ Նրանց համար սնանկությունը կարող է լինել այն վերակառուցման փուլը, որը թույլ է տալիս շարունակել գործունեությունը եւ նորից ոտքի կանգնել։ Սակայն նախագծով սնանկության գործընթացը դառնում է շատ ավելի խիստ ու դժվար հասանելի։ Ըստ փուլերի ուսումնասիրենք պարտապանի վրա դրվող տարբեր պարտավորությունները եւ սահմանափակումները։ Սնանկ ճանաչվելու պահից պարտապանի գույքի վրա դրվում է արգելանք, սակայն այս պահին աշխատելու իրավունքը չի սահմանափակվում եւ նախագծով սահմանվում է, որ սնանկ ճանաչվելու պահից 3 տարի շարունակ բռնագանձում է տարածվում աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների այն մասի վրա, որը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկը, այսինքն շուրջ 150 000 դրամը։ Եթե մենք համադրենք
զրկենք գործող կարգավորումների հետ, ապա գործող կարգավորումներում այս կանոնը բացարձակ չէր, այսինքն պարտադիր բոլոր դեպքերում չէր, որ աշխատավարձից պահումները կատարվելու էին։ Շեմը կրկին նույն շեմն էր 150,000 դրամը, սակայն եթե գործող կարգավորումների համաձայն 48 ամսվա ընթացքում ակնհայտ լիներ, որ հնարավոր չէր լինի փակել պարտապանի պարտավորությունները, այս պարագայում ուղղակի դատարանը չէր պարտադրում աշխատավարձից պահումներ կատարել, իսկ առաջարկվող կարգավորումներով դա արդեն պարտադիր է լինելու։ Եթե պարտապանը ունի կայուն եկամուտ եւ բավարարում է օրենքի պայմաններին, ապա կարող է գործել ֆինանսական առողջացման ծրագիր, առավելագույնը 3 տարի ժամկետով, եւ այս փուլում վերջինս շարունակում է աշխատել, կատարում է ծրագրով սահմանված վճարումները, պարտավոր է բացահայտել իր սնանկության փաստը, վարկ կամ ապառիկ ձեռք բերելիս եւ ծրագրի հաջող ավարտի դեպքում հնարավոր է արդեն ազատվի պարտքերից։ Սակայն եթե ֆինանսական առողջացման ծրագիրը չի հաստատվում կամ դադարեցվում է, սկսվում է գույքի վաճառքի վարույթը եւ այս պարագայում պարտապանը զրկվում է գույքի տնօրինման իրավունքից։ Իր բանկային հաշիվները եւ քարտերը վերահսկվում են կառավարչի կողմից, աշխատավարձի պահումները շարունակվում են օրենքով սահմանված կարգով եւ պարտապանը կարող է ազատվել պարտքի մնացած մասից միայն այն դեպքում, եթե բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները, չի թաքցրել գույքը, չի ներկայացրել կեղծ տվյալներ եւ չի խուսափել պարտավորությունների կատարումից։ Կան պարտքեր, որոնցից չի ազատվում, սա թե գործող կարգավորմամբ, թե առաջարկվող կարգավորմամբ գրեթե նույնն է մնացել, ուղղակի նորով ավելի հստակեցվում է, մասնավորապես պարտքից ազատումը չի տարածվում ալիմենտների պարտավորությունների վրա, կյանքի եւ առողջությանը պատճառված վնասի վրա, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման վրա, ուսման վարկերի վրա, սնանկության դիմումին նախորդող կարճ ժամանակահատվածում ստանձնած խոշոր պարտավորությունների վրա եւ հարկային պարտավորությունների վրա, որոնք թաքցվել են սնանկությունից առաջ։ Նախագծով սահմանվում է նաև, որ պարտքը պետք է նախհաստատվի ընդհանուր իրավասության դատարանում, այսինքն պարտատերը պետք է ունենա վճիռ, որը կարտացոլի պարտքի գոյությունը եւ դրա չափը։ Այնուհետեւ միայն կարող է դիմել սնանկության դատարան։ Այս մոտեցումը ըստ փորձագետների կարող է կրկնակի ծանրաբեռնել դատական համակարգը։ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած դատաիրավական ոլորտի բարեփոխումները, եթե որ մենք ուսումնասիրում ենք, հայտնաբերում ենք, որ հիմնական խնդիրը դատաների բեռնվածության թոթափումն է։ Եվ ամեն անգամ, երբ խոսքը գնում է ողջամիտ ժամկետներում գործի քննության սահմանադրական նորմի պահպանման մասին, ասում են, որ մեկ դատավորի վրա մակագրված գործերի քանակը այնքան շատ է, որ նրանք չեն կարողանում ողջամիտ ժամկետներում գործը քննել։ Գործող օրենսդրությամբ պարտավորությունը անվիճելի էր համարվում նաև այն դեպքում, երբ որ սովորական գրավոր գործարքով հիմնավորվում էր 2000 պատիկից ավել պարտավորության առկայությունը։ Այսինքն երկու ֆիզիկական անձ միասին կնքում էին փոխառության պայմանագիր, մասնավորապես, անձը չէր կարողանում փոխառության պայմանագրով նշված ժամկետում վերադարձնել գումարը եւ առաջանում էր արդեն, եթե գերազանցում է 2 միլիոն դրամը, սնանկության դատան դիմելու եւ հարկադրված սնանկության վարույթ սկսելու իրավական հիմքեր։ Այսօր այդ հիմքից զրկում են թե պարտապանին եւ թե պարտատիրոջը։ Եվ ստիպում, որպիսի պարտատերը դիմի նախ դատարան, ունենա օրինական ուժի մեջ մտած վճիռ, դատական ակտ, նոր դիմի սնանկության դատարան, որպիսի հիմնավորի, որ անվիճելի է այդ պարտքը։ Մեկ այլ կարևոր խնդիր է դատական ստուգումը, թե արդյոք սնանկության պատճառը եղել է կանխամտածված։ Նախագծով դատարանը ստուգում է պարտապանի գործողությունները եւ եթե գտնի, որ եղել է կանխամտածված կամ խաբեությամբ սնանկության հանգեցնող վարք, կարող է որոշել չազատել պարտքերից։ Դրվում են նաեւ մի շարք սահմանափակումներ։ Այստեղ ուրեմն ժամանակավոր սահմանափակումներ կան, որ մինչև 3 տարի իրավաբանական անձանց կառավարման մարմիններում մասնակցելու արգելք, մինչև 10 տարի ֆինանսական կազմակերպությունների կառավարման ոլորտում պաշտոններ զբաղեցնելու արգելք։ Նաև անհատ ձեռնարկատիրոջ դեպքում մինչև 5 տարի ժամկետով արգելք ձեռնարկատիրական գործունեության համար։ Այսպիսով նախագիծը փոխում է սնանկության փիլիսոփայությունը, այստեղ պարզապես սոցիալական պաշտպանություն չի, այլ պատասխանատվություն, ճիշտ է, պարտապանը կարող է աշխատել եւ նոր կյանք սկսել, բայց պարտավոր է մասնակցել պարտքերի մարմանը եւ պահել բարեխիղճ վարքագիծ։ Նախագծով սնանկության դատարանին տրվում են ավելի լայն լիազորություններ։ Դրանք ներառում են պարտատերերի ցուցակի հաստատում, վերակառուցման ծրագրի հաստատում, դատական կարգով որոշումների ընդունում։ Գործող կարգավորումները այո, նորից սնանկության դատան ունի լիազորություններ, իրական լիազորություններ,
որովհետև ինքն է հաստատում պարտատերերի հիմնական ցուցակը, ինքն է հաստատում առողջացման ծրագիրը, ինքն է ավարտ հայտարարում եւ այլն եւ այլն։ Եվ այս գործընթացներում կարծես թե մինչև այժմ գոնե պրակտիկայում չէին բացահայտվել այնպիսի խնդիրներ, որոնք որ պիտի ի վնաս պարտապանի, պարտատիրոջ, կառավարչի լիազորություններ փոխանցեին դատարանին։ Իմ համոզմամբ ընդհակառակը պիտի դատարան լիազորությունները ավելի քչացնել եւ մրցակցությունը ավելացնել պարտապանի եւ պարտատիրոջ եւ սնանկության կառավարչի մրցակցային հնարավորությունները ունեցական լիազորությունները պիտի կառավարել, որովհետեւ այստեղ հիմնական շահագրգիռ կողմերը նրանք են։ Մեկ օրինակով հասկանանք, թե կարող է արդյոք անձը դիմել սնանկության։ Դիցուկ անձը չունի որևէ սեփական անշարժ կամ շարժական գույք, սակայն ունի գրանցված աշխատանք, իսկ պարտավորությունները գերազանցում են 2 միլիոն դրամը։ Թվարկած հատկանիշներով օժտված հանրային ծառայողը գործող սնանկության մասին օրենքի դրույթին համապատասխան կարող է դատարանի վճռով ճանաչվել սնանկ։ Հիմքերն առկա են։ Մնում է հավաքել համապատասխան փաստաթղթեր, ներկայացնել դատարան եւ ըստ էության դատարանը արդեն կհասկանա սնանկության հատկանիշները առկա են թե ոչ։ Միաժամանակ կրճատվում են ժամկետները եւ սահմանափակվում սնանկության կառավարչի լիազորությունները։ Սա մի կողմից նպատակ ունի արագացնել գործընթացը, սակայն մյուս կողմից կարող է թույլատրել պաշտպանական կողմի հնարավորությունները։ Մասնագետների խոսքով կառավարիչը պետք է ունենա որոշակի անկախություն կատարելու իր գործառույթները եւ ոչ թե լինի միայն դատարանի որոշումներ իրականացնող անձ։ Վերանայվել եւ խստացվել են կասկածելի գործարքների վերահսկման չափանիշները։ Փոխկապակցված անձանց պարագայում կարող են անհայտույց գործարքների մասով մինչև 5 տարի հետ գնալ, իսկ ոչ փոխկապակցված անձանց մասով մինչև 3 տարի, պահանջելով գույքի վերադարձ եւ վնասի հատուցում։ Նաև այստեղ կարևոր է նշել ապահովված պարտատերերի դիրքի փոփոխությանը վերաբերվող մեկ կետ, որը շատ խնդրահարույց է, մասնավորապես նախագծով առաջարկվում է վերանայել այն մոտեցումը, ըստ որի գրավի առարկայի վաճառքի ստացված գումարը անմիջապես գնում է ապահովված պարտատիրոջ, այսինքն այս մասով արդեն նաև պարտատերերի շահերը սահմանափակող է ոչ միայն պարտապանի, մասնավորապես արդեն նոր օրենսգրքի համաձայն գրավի առարկան օրինակ եթե վաճառվեց, վերջինիս հենց վաճառքի հետ կապված հարկը, որը ձևավորվել է, գալիս է ահերտ եւ ի սկզբանե վճարվելու են պետական հարկերը, այդ մասով ծախսերը եւ հետո նոր միայն արդեն գրավով ապահովված պարտատերը կարող է ստանալ իր գումարը։ Այսինքն նոր նախագիծը մի կողմից ցանկանում է ամրապնդել պարտապանների պատասխանատվությունը եւ կանխել չարաշահումները, մյուս կողմից առաջացնում է ռիսկեր, որ շատ մարդիկ այլևս չեն կարողանա սնանկության համակարգ մտնել։ Նախագծի մշակման փուլում որպես գործող օրինակ ուսումնասիրվել են միջազգային կարգավորումները։ Միջազգային փորձի ուսումնասիրում են փորձել կատարել։ Տարբեր երկրներ են ուսումնասիրել եւ մեզ մոտ գտնվող երկրներ, օրինակ Վրաստան, եւ մեզանից բավական հեռու գտնվող երկրներ, օրինակ Ֆինլանդիա կամ Գերմանիա։ Շատ լավ է միջազգային փորձի ուսումնասիրումը, բայց կարծում եմ, որ պետք է գտնել այնպիսի հաջողված փորձ, որը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության ամենամոտն է, որ դու կարողանաս իրան մոտարկումն իրականացնել, ապահովել մոտարկումը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջնորդվել են Եվրոպական միության դիրեկտիվներով։ Այս նորմերը պարտադիր են բացառապես ԵՄ անդամ երկրների համար։ Իրավաբան Սահակ Մանուկյանի խոսքով, եթե նոր կանոններով սնանկությունը դառնում է գրեթե անհնար, ապա մարդիկ ստիպված են դառնալ ոչ միայն անվճարունակ, այլև հայտնվել ավելի խոր սոցիալական ճգնաժամում։ Ասում է, մարդիկ ազատվում են պարտավորության կատարումից։ Ներողություն, եթե օրենքը թույլ է տալիս ազատվել պարտավորությունից, անձը չօգտվի այդ իրավունքից, այդ հնարավորությունից։ Եվ եթե անձը չի կարողանում կատարել, արդյոք անձին դուր է գալիս մտի սնանկության վարույթ, մի հատ ինչ-որ մի երրորդ ազգակառավարիչ անունով իր գործերը կառավարի, գույքը հաշվի գատուն, գույքագրում անի, մտնի կադաստրը տնա ինչ արել ինքը, կինը, իրենց հետ փոխկապակցված, դա տհաճ process է, ոչ մեկին հաճելի process չէ։ Բայց մեր իրականությունը սա է։ Իրավական գրագիտությունը, ֆինանսական գրագիտությունը, բանկային գրագիտությունը ավելացնելու փոխարեն մենք անդամ երկրների համար պարտադիր դիրեկտիվներով ղեկավարվում ենք։ Կարծում եմ լավ է, որ այդ դիրեկտիվները կան, լավ է, որ փորձագետներն դրանց տիրապետում են, բայց
Արդյոք հետազոտել են այդ դիրեկտիվները այս պահին հնարավոր է կիրառել եւ հաջողությամբ կյանքի կոչել Հայաստանում։ Այս նախագիծը պետք է դիտարկել ոչ միայն որպես իրավական փոփոխություն, այլ որպես սոցիալ-տնտեսական քաղաքականության բաղադրիչ, որի հաջողությունը կախված է նրանից, թե որքան հստակ եւ հավասարակշռված են պաշտպանված բոլոր կողմերի իրավունքները։